Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետ է կանգնում որոշ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրից։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ արդյունավետ հանդիպման ընթացքում ձևավորվել է Գրենլանդիայի եւ ամբողջ արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։ Թրամփի խոսքով այդ փոխըմբռնման հիման վրա չի կիրառվի փետրվարի 1-ից նախատեսված 10% մաքսատուրքը եվրոպական 8 դաշնակից երկրների նկատմամբ։ Ավելի վաղ այդ մաքսատուրքերը նախատեսված էին ուժի մեջ մնալ մինչև Գրենլանդիայի գնդման շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկի վերաբերյալ գործարքի կնքումը։ Ռուսաստանը պատրաստ է Խաղաղության խորհրդին նվիրաբերել $1 միլիարդ սառեցված ակտիվներից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական միջոցների մի մասը կարող է օգտագործվել նաև մարտական գործողությունների հետևանքով վնասված տարածքների վերականգնման համար Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև Խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Շնորհակալություն հայտնելով խորհրդին անդամակցելու հրավերի համար Պուտինը նշել է, որ Մոսկվան վերջնական պատասխան կտա արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթղթերի ուսումնասիրության եւ ռազմավարական գործընկերների հետ խորհրդակցություններից հետո, ընդգծելով, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել միջազգային կայունությանն ուղղված նախաձեռնություններին։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ Կոպենհագենը որևէ բանակցության չի մտնի Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիան ձեռք բերելու հարցով, ընդգծելով, որ Դանիան չի հրաժարվի իր հիմնարար սկզբունքներից։ Նրա խոսքով Գրենլանդիայի հարցում Դանիայի դիրքորոշումը անփոփոխ է եւ նման սցենարը բացառված է։ Հայտարարությունը հնչել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո։ Ավելի վաղ Դանիայի եւ Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին նախազգուշացրել էին հարգել իրենց տարածքային ամբողջականությունը, նշելով, որ կղզին Դանիայի թագավորության անբաժանելի մասն է։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում հերքել է ՆԱՏՕ-ի փլուզման մասին ենթադրությունները, հայտարարելով, որ Եվրոպան ներկայումս ձևավորում է ավելի ուժեղ դաշինք, որտեղ եվրոպական երկրները կստանձնեն ավելի մեծ պատասխանատվություն սեփական անվտանգության համար։ Անդրադառնալով Գրենլանդիայի շուրջ լարվածությանը, Ստուբը հարցը հումորով շրջանցել է, որպես հնարավոր լուծման դերակատար նշելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, ինչը ծիծաղ է առաջացրել լսարանում։ Ռյուտեն իր հերթին պաշտպանել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Արկտիկայի պաշտպանության ամրապնդման հարցում, դա կապելով տարածաշրջանում Ռուսաստանի եւ Չինաստանի ակտիվության աճի հետ, ընդգծելով, որ խնդիրները պետք է լուծվեն հաշվարկված դիվանագիտության միջոցով։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը հունվարին լքել է շուրջ 600,000 բնակիչ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Քաղաքապետարանի տվյալներով եզրակացությունը հիմնված է բջջային կապի հաշվարկների վրա։ Քաղաքում գրանցվել է 600,000-ով պակաս ակտիվ հեռախոս։ Կլիչկոն զգուշացրել է, որ Կիևը մոտենում է մարդասիրական աղետի, նշելով, որ շուրջ 4,000 բազմաբնակարան շենք շարունակում է մնալ առանց ջեռուցման։ Նա բնակիչներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։